Այսպես են վերնագրել խոսքը ծառայի սիրտը։ Այսինքն այս մտքով, որ ասում է որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինի ձեր սրտերը, ասենք մարդիկ, որ ծառայում են, ուղիղ սիրտ ունեցող ծառաները, որ ծառայում են Աստծուն, իրենց միտքը, սիրտը, իրենց գործի հետ առաջնային կապված։ Հիմնական միտքս դրա վրա է լինելու։ Այսօր մենք տեսնում ենք ծառաների պակասությունի, չգիտեմ դուք նկատում եք, թե չէ, որ ինչպես որ Տերը իր մարմնով եղած ժամանակում ասեց առաքյալներին, հենց շատ նման վիճակ է այսօր։ Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխից կկարդամ 35-ից 38 համարները։ Հիսուսն ամեն քաղաքները եւ գյուղերը ման էր գալիս նրանց ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով ու ժողովրդի մեջ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկելով։ Եվ նա ժողովուրդներին տեսնելով գթած նրանց վրա եւ որ հոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արտաղաչեցեք հունձքի տիրոջը, որ մշակներ հանե հունձքի մեջ։ Տերը նայում էր ոչ թե մի խումբ ժողովրդի, այլ խումբ ժողովուրդներ, որ ասում է, այդ նկատի ուներ, ժողովուրդներին տեսնելով, որ իրականում ավետարանի խոսքը լսելու, Աստծո արքայությունը ընդունելու կարիքը ունեն, նրանց բացատրող է պետք, նրանց ծառաներ է պետք, բայց չկան, այս ժողովուրդը ցիրուցան եղած, այսօր էլ է շատ այդ վիճակի նման։ Մարդիկ ուզում են, ասենք, իրենց հետ անհատական մի ժամ տրամադրվի, գուցե կես ժամ ինչ-որ զրույց անի ծառայի հետ, բայց նայում ես ժամանակը շատ կարճ է, քիչ է, ծառաների ժամանակը շատ քիչ է, ոչ թե ասենք այդ մարդիկ հոժար չեն ժամանակ տրամադրելու, այլ չունեն այդ հնարավորությունը։ Ոչ թե չեն սիրում իրենց ժողովուրդին, այլ չունեն այդքան հնարավորություն։ Տարբեր է սա, չէ՞։ Եվ Տերն ասում էր, աղոթք արեք հունձքի տիրոջը, որ մշակներ հանե։ Այսօր Փառք Աստծուն, եկեղեցում հատուկ այս ուղղությամբ աղոթք է արվում, որ Տերը մշակներ հանի։ Մշակներ, ծառաներ լինելու համար կարևոր է նաև կրթությունը, ճիշտ է, եւ հետևողական, դասավորված կրթություն է մատուցվել եկեղեցուն ու մատուցվում է ընթացքում էլ կրթություն ոչ միայն քարոզներ, նաև ճշմարտության 33 նիստեր թեմաները, որ դրանք ծառաներ պատրաստելու լուրջ թեմաներ են։ Թեև մարդիկ, երբ որ հասկանում են իրենց պարգևը արդեն կոնկրետ ինչ-որ մի պարգևի մեջ ծառայելու ուղղություն, դրան համապատասխան էլ կրթություններ է լինում, սակայն ընդհանուր աստվածաշնչյան գիտություն տրվում է եկեղեցում, որը պատրաստում է բոլորին ծառայության պատրաստվելու։ Դա էլ է լինում, եկեղեցում կա դա, բաց թողված չի, Փառք Աստծուն։ Իմ խոսքը անհանգստությունս ավելի սա է, ամեն անհատ մտածի այս ուղղությամբ։ Եթե նայեք նրանք, որ անցնում են ծառայության, ցանկացած մարդ դժվարություններ պիտի անցնի։ Անցնում է ծառայության, պետք է այդ դժվարությունները հաշվի առնեն եւ իրենց սիրտը պատրաստեն հանուն Տիրոջ ժողովրդի անցնելու այդ դժվարությունները։ Տեր Հիսուսը մի տեքստ կա Ղուկաս ավետարանում, որ խոսում է ծառաների պատրաստելու, կարծես որոշակի ուղղությամբ, մի տեքստ կա խրատում ուղղություն է, որ ամեն մարդ լսի ու պատրաստի իր անձը, իր սիրտը պատրաստի Տիրոջը ծառայելու։ Ղուկասի ավետարանից կկարդամ 9-րդ գլխի նախ կարդամ 57-58 համարները, հետո կշարունակեմ։
Եղավ, որ նրանք գնալիս ճանապարհին մի մարդ նրան ասեց. Ես քո ետևից կգամ, որտեղ որ գնաս Տեր, որտեղ որ գնաս, կողքիդ կլինեմ, քո հետևից կգամ։ Հիսուսն էլ նրան ասեց. աղվեսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները բներ ունեն, բայց մարդի որդին տեղ չունի, որ գլուխը դնե։ Ինչու սա ասեց։ Հաշվի առ, որ շատ բաներ, որ այսօր քո ուզած ձևով անում ես, ունես, չի լինելու։ Ժամանակը կգնա, պակասություններ կունենաս, հարմարավետ պայմաններ այսօր ունես։ Կարող են շատ դեպքեր լինեն, որ հարմարավետ պայմաններ չունենաս գործիդ պատճառով, դժվարություններ, նեղություններ, որ նայում ես Տիրոջ եւ իր աշակերտներին անքուն գիշերներ անցկացրեցին, շատ անքուն գիշերներ։ Եթե ուզում ես իմ ետևից գալ, ինձ կողքին լինելու, այնտեղ որտեղ որ ես կգնամ իմ կողքին լինել, հաշվի առ այս ամենը։ Բայց իմացեք, դրա մեջ օրհնություն կա։ Շատ մարդիկ խուսափում են ուղղակի ծառայություն հանձն առնել։ Երբ որ եկեղեցում մատուցվում է համապատասխան կրթություն, որ ծառաներ պատրաստվեն, նաև շարունակական աղոթքներ է լինում, որ Տերը ծառաներ հանի ժողովրդին ծառայելու, ոչ մի աղոթք գետնով չի ընկած։ Սակայն դա չի նշանակում, որ կախարդական ազդեցություն պիտի գա ժողովրդի վրա, անկախ իրանցից դառնան ծառաներ։ Ուշադրություն դարձրեք, այստեղ խոսեց Տերը այս մարդուն, դու այս ամենը հաշվի առ։ Որոշումդ կայացրու, եթե որոշում ես, այս դժվարությունները եթե քեզ հանդիպեն, գաս իմ հետևից, խնդրեմ։ Շարունակությունը նայեք, այլ կողմից է մոտենում, նաև Տերը 59 համարից մինչև 62-ը կկարդամ, մի ուրիշին էլ ասեց, իմ ետևից եք, այստեղ էլ Տերը կանչեց մեկին, իմ ետևից եք, եւ նա ասեց, Տեր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հորը թաղեմ։ Հիսուս նրան ասեց, թող մեռելները իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր։ Կանչեց ծառայության, քարոզելու։ Բայց այս մարդը այս կանչը մերժեց, ուշադրություն դարձրեք, հավատում էր Աստծուն, հավատացող եմ։ Ինչպես մյուսները գալիս եմ հավաքույթի, բայց քարոզելու համար հայրս ձեր հայր ունեմ, խնամք անեմ, երբ որ մահանա հողը դնեմ, թե ինչքան տարիներ կանցնի, հետո այս պարտականությունս կատարելուց հետո անցնեմ քարոզելու, պատրաստեմ ինձ անցնեմ ծառայելու։ Տերն ասեց, թող մեռելներ իրենց մեռելները թաղեն, ինքը բացատրվել է, որ ում հոգին արթնացրել, կենթանացրել է, նա կենթանի է, ով կենթանացած չի, հոգեորապես մեռած է, այս նկատի ուներ Տերը, թող այդ հարցով զբաղվողներ կլինեն, այդ հոգսը չի մնա, հորդ խնամքը, դու ավետարան քարոզի, այնպես չի, որ քեզ միշտ հարմար ժամանակ կունենաս։ Եվ իրոք այդպես է նաև հիմա մեզ։ Շատ մարդիկ երկար ժամանակ եկեղեցու անդամ են, իրենց սիրտը պատրաստ են լուրջ բեռ կրելու, արդարությամբ ապրելու, պետք եղած կանգնելու արդարության կողմին, պայքարելու, լուրջ կրթություն առնելու, որ կարողանան որևիցե բան փոխանցեն, լուրջ վկայություններ կարողանան անել, չեն համարձակվում այդպիսի բեռ վերցնել իրենց ուսերին։ Տերը կանչեց, այս մարդը մերժեց։ Հաջորդ հատված 61-ից մի ուրիշն էլ ասեց, Տեր, քո ետևից կգամ, միայն թե առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարով մնաս, ասեմ։ Հիսուսն էլ նրան ասեց, ոչ ով, որ ձեռքը մաչի վրա է դնում եւ ետևին մտիկ անում, հարմար չէ Աստծո արքայության համար։ Հեշտ հետ կդառնա նորից, կթողնի իր գործը։
Այսպիսի վիճակով մարդը չի կարող աստվածարքայության ծառա դառնալ։ Հաշվի առ, պատրաստիր քեզ, որ ժամանակ կտրամադրես, Տիրոջ գործի ժամանակ կգնա, ասենք, եւ քո անձի պատրաստության համար, եւ ժողովրդին ծառայելու համար, գուցե ինչ որ չափ ծախսեր գնա, որոշ գործեր, որ կարողանում էր անել, առաջվա պես չկարողանաս անել, որոշ բաներ կրճատվի գործերիդ մեջ, ինչ որ այլ բաներ ժամանակի առումով փոփոխվի, ու կարողանաս տրամադրել ժամանակ Տիրոջը ծառայելու, ուշադրություն եք դարձնում, որ մարդը իր սիրտն է պատրաստում նախ, սրտից են գործերը բխում, քայլերը, նախ իր որոշումն է կայացնում նման հարցերի համար կանգնել եւ հետո Աստված հաջողություն է տալիս, օրհնում է։ Օրինակ ես երբ որ սկսեցի ծառայել, Աստված կարծես ինձ համբերությամբ սպասվեր, նայեր իմ դժվարությունները շատացան, այն սովի տարիներ էր, 90-ական թվականներին, հերթ են կայնում հացի, շատ դժվար էր ապրելը, նեղություններ քաշեցինք, ջանք էի անում, պայքարում էի, փառք Աստծուն, Աստված ողորմեց, կինս էլ, մայրս էլ միաբանված էինք, թե չէի կարող մենակ, այդպես ասած, համ ընտանիքի ապրուստի գոյատևելու համար ինչ որ բան անել, համ ծառայել, չէի կարող։ Աստված ողորմեց։ Բայց ես մի շոշափելի բան չէր անում Աստված, որ մի հատ շոշափելի դուր բացեր հաջողության, ֆինանսական հաջողության, դա էլ էր քնություն։ Դա էլ էր քնություն, արդյոք դու իսկապես հաստատ կմնաս, թե կասես ինչու ինձ Աստված չօգնեց մի հատ ֆինանսական հաջողություն ունենալ եւ այլ բաներ։ Արդյոք այս որոշման մեջ կմնաս, թե չէ։ Հետո տարիներ անցավ Աստված ողորմեց, հնարավորությունները ընդլայնվեց, փառք Աստծուն։ Հնարավորությունները ընդլայնվեց։ Հեծանիվով էի գնում դաշտ գալիս, որովհետև չունենք այդքան վառելիք առնելու մեքենայով գնալ գալ, շատ դժվար էր, բայց որոշել էի, իհարկե գլուխ գովալու բան չի, ոչ մեկ էլ թող այդ որոշելն էլ Աստծո օգնությամբ էր, այդ որոշումը կայացնելն էլ Աստծո օգնությամբ, զորությամբ, նրա ձեռքով, սակայն ուղղակի ինչ որ չափ որոշ օրինակի համար եմ սա մեջ բերում, էլի, Աստված օգնի, օրհնի մեզ, մեր վարձքը չկորցնենք։ Հետո տեսեք, օրինակ, այդ չի նշանակում, որ մարդը իր ընտանիքի համար հոգս չպետք է անի։ Դրա մասին չի խոսք։ Օրինակ, առաջին նամակը Տիմոթեոսի 5-րդ գլխի 7-8 համարում այսպիսի խոսք է ասում, առաջին նամակում 5-րդ գլխի 7-8 համարներում այս բաները պատվիրիր, որ անարատ լինեն, բայց եթե մեկը իրենների եւ մանավանդ ընտանիքների համար խնամք չի տանում, նա հավատքից ուրացած է եւ անհավատից էլ չար։ Այսինքն այն ոսկե միջինը մարդը պիտի հասկանա։ Էլի մտածում ես ընտանիքիդ համար, բայց այն որ առաջ ծրագրում էինք, որ ինչպես աշխարհի մարդն է ծրագրում, այդպես չենք ծրագրում, թե չենք էլ դառնա ծառա։ Չենք դառնա ժողովուրդ։ Տեսեք այսօր ասում եմ ձեզ, աղոթքարվում է հատուկ մշակներ հանի Տերը, հնարավոր չէ այդ աղոթքը չլսվի, անհնար է։ Տերը տալիս է լուրջ պատգամներ, կրթություն, որ մարդիկ կրթվեն եւ դառնան ծառաներ, բայց մեզից քայլ կա։ Լուրջ քայլեր մեր անձերը պատրաստելու, փառք Աստծո, շատերը ծառայում են, բայց կարող են ավելի լուրջ ծառայության պատրաստել իրենց անձերը։ Ավելի ծանր բեռներ կրելու գնան առաջ։ Եվ անարատ լինեն, եւ կրթության մեջ զորանան, խոսելու ինչ որ պատրաստեն իրենց անձերը, լուրջ աշխատեն իրենց վրա, որ դառնան այն, ինչ որ Աստված որոշել է, բացահայտվի էլ ավելի իրենց Աստծուց եղող շնորհները։ Եթե մարդը որևիցե քայլ չանի, այդպես էլ չի էլ տեսնի իրեն ինչ
մի մեծ նոր ծրագիր ունի Աստված տալու իրեն համար։ Որպես օրինակ կուզեմ կարդալ Փիլիպեցիս նամակից, որ Պողոս առաքյալը խոսում է Տիմոթեոսի մասին, Եփափրոդիտոսի մասին, ուրեմն Փիլիպեցիս նամակի 2-րդ գլխից կկարդամ նախ 19 համարից 23 համարը։ Բայց հույս ունեմ Տեր Հիսուսումը, որ Տիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեզ մոտ, շուտով բառ մենք այսօր չենք ասում, շուտ ուղարկել, այս միտքն է։ Հույս ունեմ, որ շուտ ուղարկեմ Տիմոթեոսին ձեզ մոտ, որ սիրտս էլ հանգստանա, երբ որ ձեր վիճակն իմանամ, քանի որ մեկը չունեմ միասիրտ, որ մտերմաբար հոգ ստանե ձեզ համար, քանի որ ամենքն իրենց բաներն են որոնում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսինը, բայց դուք գիտեք նրա ընտիր լինելը, որ ինչպես մի որդի իր հորը, այնպես ինձ հետ ծառայեց ավետարանին։ Ուրեմն հույս ունեմ, որ սրան ուղարկեմ իսկույն, երբ որ իմ անձի մասին տեղեկանամ։ Ուրեմն ուշադրություն դարձեցիք, ինչ բաներ է վկայում Տիմոթեոսի մասին։ Շատ մարդիկ կային հավատացյալ ժողովուրդ Պողոս առաքյալի շուրջը, բայց որ Փիլիպեցիներին է ասում, ձեզ համար հոգ ստանող մարդիկ Տիմոթեոսն է։ Ես այնպիսի մի մարդու ուղարկեմ ձեզ մոտ, որ ձեզ համար հոգատարության միտք չունի, ինչ օգուտ, ասենք եկավ, հետո ուշադրություն եք դարձնում, մարդ, որ միասիրտ մտերմաբար հոգս է անում ձեզ համար, եւ հետո ինչ ասում, ինչպես մի որդի ինձ միաբանված ծառայեց ավետարանին, ծառայում էր ավետարանին։ Այնպես չէ, որ պատահական է Տիմոթեոսի անունը գրված գրքում, որպես բարձրյալ Աստծո ծառա։ Ինչու ձեր անունները չգրվի հիշատակած գրքում Աստծո, որպես ծառաներ։ Ինչու է կորցնում ժամանակը, ափսոս է, եթե մտնենք երկինք, այնքան գլխներից կտանք, որ շատ բաներ ունենք անելու հնարավորություն տրվեցավ, բայց չարեցինք, որ երկնքում, ինչպես Տիմոթեոսը, ինչպես Պողոսը կամ իր ծառաները վարձի արժանացանք, մենք էլ դատարկ չմտնեինք։ Ողորմա Տերը մեզ ուշադիր լինենք, հետո գիտեք, չէ, ոռոգողը կոռոգվի։ Երբ որ սկսում ես բեր կրել, սկսել ծառայողների կողքին լինել, հավատարիմ լինել, այսինքն փնտրել քո էլ ավելի ունեցած շնորհը, բեր կրելու պատրաստել քո անձը, քո կրթության վրա հատուկ ուշադրություն դարձնել, ոչ թե մակերեսորեն, այլ որպես ծառա, այս մտքով դու քո կարողության չափով մի բան կարող անես անել։ Աստված էլ կօրհնի, կզորացնի։ Այդ 90-ական թվականներին շատ դժվար էր ապրելը։ Ես մտածում էի, որ ապաշխարել էի 2-3 տարվա հավատացյալ էի, մտածում էի ամեն օր առավոտ շուտ Աստվածաշնչից հատվածներ կարդամ, այն հատվածները նախադասությունները, որ կարամ հիշեցնեմ մեկին, քաջալերական խոստում է, լավ մի միտք է, որ թարմանա միտքը Աստծո խոսքով, հանկարծ հանդիպեմ մեկին, ունենա մի բան տալու, որից հետո բան չի մտածում, սրա հետևանքը ինչ է լինելու։ Այդ նախանձավորությամբ ուզում է Աստծո ժողովրդին օգնել, մտածում է, որ շատ հոգսաշատ են, սովի նեղության մեջ գուցե ժամանակ չունի մեկը գիրք կարդա, թեև չեմ արդարացնի դա, ունենք ժամանակ։ Բայց ես ուղղակի իմ անելիքն էի մտածում։ Եվ անում էի այդպես, Աստված ինձ ողորմեց։ Եղավ այն խոսքը, որ ասում է ոռոգողը կոռոգվի։ Ինձ ողորմեց։ Համոզված եղեք, որ ամենքիս էլ օրհնելու է։ Եվ հեսա այլ օրինակներ կբերեմ, որ չմտածեք միայն խոսք խոսելու մասին է հարցս։ Չէ, դա միայն չէ։ 24 համարից շարունակեմ, բայց վստահ եմ Տերում, որ ինքս էլ շուտով գամ, միայն հարկավոր համարեցի, որ Եփափրոդիտոս եղբորը գործիս և զինվորությանս ընկերին
այն ձեր առաքյալին, որպես ձեզ կողմից ուղարկվածին, եւ իմ պետք լինող բաների պաշտոնյային ուղարկեմ ձեզ մոտ։ Փաստորեն շատ բաներում ծառայել է Եփափրոդիտոսը Պողոսին, շատ բաներում ինձ պետք եղող պաշտոնյա, որպես որ կարողանա արդյունավետ ավելի ծառայի Պողոսը, այսպիսի մարդ էր Եփափրոդիտոսը։ Քանի որ ինքն էլ Եփափրոդիտոսն էլ խիստ փափագ ուներ ձեզ ամենից տեսնելու եւ հոգս էր քաշում, որ լսել եք, թե նա հիվանդացել է։ Եվ իրավ, որ հիվանդացել էր մերձի մահ, բայց Աստված ողորմեց նրան, ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որ տրտմության վրա չունենամ։ Ուրեմն ավելի շտապով ուղարկեցի նրան, որ տեսնելով նրան դարձյալ ուրախ լինեք, եւ ես էլ առանց տրտմության լինեմ։ Արդ ընդունեցեք նրան Տերումն ամեն ուրախությունով եւ այսպիսիներին պատվական համարեցեք, քանի որ Քրիստոսի գործի համար մինչև մահի մոտեցավ, իր անձը վտանգի մեջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասությունը լրացնե։ Ինչ վտանգի մեջ էր մտել այս մարդը Եփափրոդիտոսը, մանրամասը ասես շասի հիվանդությունը մերձի մահ հասավ, գուցե այլ վտանգ էլ կար, հիվանդությունն էլ էր վտանգ։ Սակայն ծառայության մեջ այդ պատճառով էր այս վիճակին հասել Եփափրոդիտոսը, հասկանալի է, որ շատ գուցե գերհոգնած էր, գուցե ինչ էր, որ շեշտությամբ այդ մերձի մահ հիվանդացավ։ Աստված ողորմեց, բուժեց, դա ողորմություն էր նաև Պողոսի համար, որ իր կողքին իրեն ծառայող պաշտոն մատուցանող մարդ, որ կարողանում է ինքը այս մարդու օգնությամբ պակասությունները լրացնող մարդ, այս մարդու օգնությամբ ծառայել ժողովրդին եւ ահա մերձի մահ հիվանդանում է։ Կարծես մարդու թևը կտրեն։ Եվ նրա համար մխիթարություն, ուրախություն եղավ Եփափրոդիտոսի բուժվելը։ Նաև ժողովուրդն էլ լսել էին, որ նա հիվանդացել է եւ տխուր էին, Եփափրոդիտոսը մտածում էր գնամ ինձ տեսնեն եւ ուրախանան, չմտածեն, որ ոգևորում են, գիտեք, բուժվել է նա։ Տեսնեն եւ ավելի վստահ լինեն, որ իրենց աղոթքները լսել եւ Աստված բուժել։ Տեսնում ենք ինչպիսի մարդիկ, ինչպիսի ծառայություն են մատուցում։ Իրենց սիրտը, միտքը Տիրոջ գործերի մեջ է եղել։ Մարդիկ մտածում էին Տիրոջ գործերի վրա։ Ասենք, որ մի բան ես ուզում առնել, քույրերին համար մի հատ թույլ տեղ կա, սիրուն շոր։ Տեսել են խանութում, ուզում են առնել, շատ են, չէ, երբեմն մտածում, փառք Աստծո, քույրեր կան, որ այդպես չեն։ Կլինի, չի լինի։ Բայց մտածում են դրա վրա։ Մեկը ճոխ մեքենայի վրա է մտածում է աշխատեմ, այս հարցը լուծեմ, այն հարցը լուծեմ, բեռն են վերցնում, պարտքերի տակ են ընկնում, ասում են լավ չէ, միջև ես աշխատեմ, այս մեքենան առնեմ կամ կահույք, ճոխ մի կահույք առնեմ, շատ կտևի, պարտքով առնեմ, մեկ է տեսնում է գործերը լավ չի ստացվում, դանդաղ է գնում, պարտքերը դժվարանում է տալ, մարդը սկսում է բեռի տակ մտնել, ժամանակ չունի Տիրոջ ծառայել։ Դրա համար երբ կլինի ժամանակ առելի։ Այն 5 կահույքով յոլա գնա։ Երկար ժամանակ որ ջորին օգտագործեցի, ինչ եղավ։ Լավ էր էլի։ Յո տանում էր ես կողմ, շատ լավ էլ տանում էր։ Հիմա այլ ծառայում։ Երբ հնարավորություններից է ժամանակ առանք, պարտքի տակ չընկանք, եսի ինչ խեղդվելու բաներ լինի։ Դրա համար կարողացա ծառայել էլ։ Սա օրինակ է մեզ համար էլ, ժողովուրդ ջան։ Մեզ վրա մեր ուսերին դնենք բեռ ու խեղդվենք ու չկարողանանք ծառայել, դատարկ, ցած կիսա խանձված մտնենք երկինք, բայց գուցե չմտնենք էլ։ Գուցե չմտնենք են, որ ասեց ունեց շնորհք ունեցածները, որ ասենք ոմանք քանքար ունեին, ոմանք պարգևներ ունեին, չի ասենք, փող տվեց, թողեց, որը չէր օգտագործել։ Հիշում եք Տիրոջ վերաբերմունքը։ Բայց չլինի այդպես էլ մեզ հետ լինի։ Աստված ծրագիր ունի բոլորիս համար։ Դրա համար արթուն լինենք։ Եվ այս պատրաստությունը, որ եկեղեցում տրվում է,
ուսուցումը, հետ մնացող չլինենք այդ շնորհքներից, որ մենք էլ մեզ համար որոշված պարգևը ճանաչենք, մեր նախանձավորությամբ, մեր աշխատասիրությամբ, հասնենք նրան, որ ավելացնի մեր շնորհքը, բացահայտի Տերը, ինչ շնորհք ունենք, ինչ կարանք մենք էլ ավելին անենք։ Օրինակ տեսեք, վարպետությունն անող շատ մարդիկ կան։ Նկատվում է, ում սիրտն է Աստծո գործերի մեջ, ծառայի սիրտ ունի, շրջում է շենքը, կառույցները, եկեղեցու ունեցածները, կարծես իր ունեցած որտեղ է դուրը փչացե, վարպետը այդ կարասարքի կամ կրանտներին հետևի, բայց եթե վարպետը անդադ պիտի մյուս մարդիկ ասեն, դա խոսում է նրա մասին, այդ մյուս մարդիկ են սրտացավ այդ ապրանքներին, ուղղակի վարպետների վարպետությունից են օգտվում, վարպետը իր շնորհքը չի բանեցնում Տիրոջ գործերին, սիրտը ունեցվածքի վրա չի Տիրոջ ունեցվածքի։ Շարժեք դարձում, փոքր արծ կարաս համարես, բայց այդպես է։ Մարդը մտածում է, ես կարող եմ սա նկատել։ Այն մեկը լավ քարոզում է, բայց գուցե նա չկարողանա նկատել, այստեղ բան է փչանում, կարելի է սարքել, եղբայր սա ուղղեմ թե ոչ, ծառայի սիրտ է սա։ Եվ Աստված կավելացնի շնորհքը։ Տարբեր շնորհներ ունեցող մարդիկ կան, տարբեր, գիտեք ոնց է, մարդիկ սենց են մտածում, դե ես գնացել եմ, վարպետի մոտ աշակերտ եմ դարձել, աշակերտել եմ, ասում եք, Աստված ինձ շնորհք է տվել, կարողանամ ինչ-որ մի գործ անեմ։ Այո, Աստված է շնորհք տվել։ Եթե քեզ ուղեղ մտածելու կարողություն չտար Աստված, վարպետի մոտ սովորեիր, չէիր վարպետ դառնա, կրթվել էիր, չէիր դառնա, կներեք իհարկե, տեսեք բանականություն, որ մարդը ունի, կենթանի աշխարհը չունի, դե թող ես մի վարպետ դառնա մի ուրիշ կենթանի, թող երաշտական դպրոց եմ գնացել, նվագել սովորել, դու ուրիշ մի կենթանի թող նվագել սովորի, մարդուն է տրվել Աստված այդ ընդունակությունը, նաև որ սովորում ես այդ ընթացքում երևում է դու ինչը կարաս անես, սկսում ես արդեն քո կարողության չափով ուղղություն վերցնել, դրա վրա ժամանակ տրամադրել, Աստծո օրհնություն է գալիս քեզ վրա, սովորես, կրթվես, Աստծուց տրված կարողություն կա մարդու էության մեջ։ Տեսեք, մենք երբևիցե չենք մտածում Աստծո ստեղծագործություն որպես, մեզ Աստված ստեղծել է, Ադամին և Ադամից ծնվեցինք մենք, մեր սկիզբը Աստծուց է։ Երբեք չենք մտածում ինչպես աշխատի մեր ստամոքսը, որովհետև դրա վրա Աստված չի դրել այնպիսի մի բան, որ մենք մտածելով մեր ստամոքսը աշխատեցնենք։ Ճիշտ է, բայց ֆիզիկական գործունեության մեջ, տարբեր հարցերի մեջ մեր դատողությունը պետք է, շփվելու մարդկանց հետ, գործեր անելու մեջ պետք է մեր դատողությունը։ Տվել է կարողություն, որ դու ընտրես, դու պատրաստ ես քեզ, ինչ որ բանում զարգանաս, բայց սրտիդ աշխատանք ինչպես կառավարես, դա չի թողել քո վրա, թե չէ դու քեզ կսպանեիր, մոռանայիր, սիրտ կայներ։ Փառք Աստծուն, որ չի թողել մեզ վրա։ Մարդը չի մտածում, որ Աստված ինձ կարողություն է տվել, ես պատշար եմ։ Սա շնորհք է Աստծուց։ Կամ այլ գործեր, որ մարդը ունենում է։ Տեսեք, օրհնության ենք արժանանում, ժողովուրդ։ Մարդիկ, որ ծառայում են Աստծուն, առաջին օգտվող իրանք են։ Առաջին օրհնվողը, զորացողը, փառք Աստծո։ Թեև գուցե շատ բեռներ կրենք, ինչպես որ Տերն ասեց, աղվեսները որջեր ունեն, թռչունները բուն ունեն, շատ անգամ կարող է հարմարավետություն չունենաս, անհարմար տեղ քնես, գիշեր չքնես, նեղվես, լավ տեղը լինի, պարկես, բայց չքնես, մեկի ցավը դառնա քո ցավը ու չքնես։ Հաշվի առ, որ սենց էլ կլինի։ Հուժար ես ծառայես։ Եվ զորացնում է Տերը։ Երբ որ խոսում էր Պողոս առաքյալը Տիմոթեոսին պատմում իր շուրջ եղող հավատացյալների մի ուրիշ հավատացյալ խումբի մասին, տեսեք, երկրորդ նամակ Տիմոթեոսի
Առաջին գլխի 14 համարից կկարդամ մինչև 18-ը, երկրորդ նամակը Տիմոթեոսի 14-ից 18-ը։ Այն բարի ավանդը պահիր Սուրբ Հոգով, որ բնակված է մեզանում։ Սա գիտես, որ ինձանից ետ քաշվեցան այն ամենը, որ Ասիայում էին, որոնցից են Փիգելոս և Հերմոգինես։ Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ և իմ կապանքն ամոթ չհամարեց, այլ երբ որ Հռոմում էր, շատ ջանքով որոնեց ինձ և գտավ։ Տերը տա նրան, որ ողորմություն գտնե Տերիցը այն օրումը, և թե որքան ծառայություն արավ ինձ Եփեսոսում, որ դու ինքդ լավ գիտես։ Ուշադրություն դարձրեցիք, Օնեսիփորոսի համար օրհնություն է խոսում Պողոս առաքյալը։ Եվ այս օրհնությունը գետնով չի մնա, Տերը Օնեսիփորոսի տունը օրհնի։ Տունը օրհնելը տան պատերի մասին չի խոսքը։ Մարդիկ ասում են իմ տունը օրհնի, ասենք ընտանիքս։ Այդ պատերը հավերժական չեն։ Մարդկանց մասին է խոսքը, ընտանիքը օրհնի Տերը իրա։ Եվ ինքն էլ Աստծուց թեկուզ շատ ծառայեց, ուշադրություն դարձրեք, երբևիցե օրհնությունը երկնային բարիքները ստանալը ծառայություն նշանակություն ունի, բայց ողորմություն է Աստծուց պարգևներն ու օրհնությունները ինչ որ տալիս է։ Ասում է Տերը տա այն օրումը Օնեսիփորոսին ողորմություն։ Ողորմա Տերը, որ Աստծուց զորացած, օրհնալ, պատրաստված թիմավորի Տիրոջը։ Ողորմության արժանանա։ Բայց չի ասում այն երկուսի համար այս բարիքները, հա, նկատեցիք, Փիգելոսի և Հերմոգինեսի համար այսպիսի բաներ չի ասում։ Եվ նաև ուշադրություն դարձրեք այս խոսքին։ Սա գիտես, որ ինձանից ետ քաշվեցան այն ամենը, որ Ասիայում էին, որոնցից է Փիգելոսը և Հերմոգինեսը։ Էլի մարդիկ էին հետ քաշվել։ Սրանք երևում է, որ հայտնի էին և ավելի ազդեցիկ մարդիկ էին։ Պողոսը ասում է ինձանից ետ քաշվեցան ու չօրհնեց սրանց։ Իմ կողքին էր Օնեսիփորոսը, Տերը ողորմե իրան, որ այն օրում օրհնություն ստանա Տիրոջից։ Ուշադրություն եք դարձնում, համարձակվում է Պողոսը իր անձի հետ կապված ասել սա։ Հերմոգինեսը և Փիգելոսը ետ քաշվեցին Պողոսից։ Պողոսը ինքնահավան մարդ չէր։ Գիտե, որ Աստված սա լուրջ հաշվի առավ։ Ումից ետ քաշվեցին, ինչի համար ետ քաշվեցին, երկինքը սա հաշվի առնում։ Ում կողքին ես և ինչու համար, երկինքը սա հաշվի առնում։ Ուշադրություն դարձրեցիք, օրհնություն է խոսում, ոչ թե ինքնահավան լինելով, որ քանի որ ինձ հավատարիմ է այս մարդը, օրհնեմ իր տունը, իրան խնդրեմ Աստված միջև վերջ ողորմություն անի, պահի իր զոր ձեռքով, չէ։ Գիտի, որ Աստծո կամքն է։ Իր աղոթքը Աստծո կամքի աղոթք է։ Թեկուզ կապված է հենց իր անձի հետ։ Նշանակություն ունի։ Հասկանում եք։ Ումից ետ քաշվեցար և ինչու համար հետ քաշվեցար, կամ ինչու ես այս անձի կողքին, ինչ ես տեսնում, ինչ արժեքներ ես տեսնում, ինչու ես արդարին արդարացնում, ինչու ես արդարի համար պայքարում, Աստված այս ամենը հաշվի է առնում։ Օնեսիփորոսը ամոթ չհամարեց Պողոսի կողքին լինելու, թեև ինչ մեղադրանք էին սարքել Պողոսի գլխին, որ մարդիկ ամաչում էին, եթան այցել են բանտում Պողոսին։ Պատկերացնում եք, Օնեսիփորոսը եկավ Հռոմ, ման եկավ, շատ ջանքով եկավ, ինձ գտավ։ Այս ժամանակ ավելի դժվար էր, այսօր ավելի հեշտ է մարդ գտնելը։ Շատ դժվար էր։ Անձը վտանգի դրեց, ամոթ չհամարեց, զրպարտանքներ կար Պողոսի վրա փաստորեն, լուրջ այնպիսի խայտառակ զրպարտանքներ, որ ամաչում էին նրա այցելել, բայց գիտեր արդարի կողքին պիտի կանգնի։ Եվ Օնեսիփորոսը
Գուցե սկիչեր էլ մտածում Աստված ինչի հաշվի առնելու իր համար։ Պողոսը տեսնում է, Աստված օգնելու է այս մարդու տունը եւ ողորմելու է, որ մինչեւ վերջ հավատարիմ մնա։ Այս թեմայով աղոթեմ Օնեսիփորոսի համար։ Ինչու մենք էլ շարժանանանք այսպես, հա? Ինչու Աստված չասի ձեզ, քանի որ Միլազիմ ծառայի կողքին էիք, ինչու ձեզ համար չասվի։ Գուցե սա մեծ օրհնություն է նաև հնարավորություն ձեզ համար։ Գուցե եմ ասում, հա? Ասում է Ադամ, չլինի թե այն ծառիցը կերար։ Այս մտքով եմ ասում, գուցե ձեզ հնարավորություն է, ոչ թե գուցե իսկապես կերար Ադամ ծառից։ Այո, ձեզ հնարավորություն է տրված այսօր։ Ձեզ հնարավորություն է տրված։ Եվ ասենք, գիտեք ինչ, ինչ որտեղ նկատվում է, ասենք ես անձամբ ինքս զգում եմ դա, հասկանում, ով ինչ հոգով է արդարների համար կանգնում պայքարում, սիրտը, ծառայի սիրտ է, թե չէ։ Պատրաստ նեղություն քաշի, դժվարություններ կրի, նախատին կրի, թեկուզ խոսակցություններ գայի, զգացվում է, ով ինչ չափի է մասնակից արդարների պայքարին։ Դա նկատվում է, ծածուկ չէ, թեկուզ ծածուկ են անում մարդիկ։ Մարդիկ էլ կա չեն էլ անում, սկի։ Գուցե չեն էլ հավատում, որ դիմացին արդար էր։ Գուցե չեն էլ հավատում, մտածում են, այ մարդ կարող է այս մարդը մի բան էլ արել է, էլի, որ սկան խոսում են։ Բայց կյանք ուրիշ բան է ցույց տալիս, Աստված ուրիշ բան է ցույց տալիս։ Պտուղներ, որոնցով դու կարող ես մարդ ճանաչել, կասկածներդ փարատվեն, ու դու կարողանաս արդարների կողքին կանգնել։ Աստված ձեզ զորացնի, օրհնի, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը որոշում է բեր կրել, Աստված է զորացնում է, պատրաստում է իրեն, որ կարողություն տա իրեն։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, ինչ է, էս էլ ես պիտի անեմ։ Շատ մարդիկ ետ քաշվեցան ինչ-ինչ ծառայություններից։ Ես հասկանում էի, որ ուրիշ ետ չկա, ետ է քաշվում, բայց դեռ բերը մնալու է մեզ վրա։ Այն մեկն էլ ետ քաշվեցավ, էս էլ է մնալու մեզ վրա։ Ասում եմ, ոչինչ, Աստված կզորացնի։ Մի բան կանի Աստված, արդեն ուժից վեր է, բայց մի բան կանի Աստված։ Այս պակասությունը կլրանա, կարողություն կավելացնի, որ կարողանանք այն երկուսի բեռն էլ տանել։ Չփախնել, չխուսափել բեռից։ Աստված ձեզ շատ օրհնի, ժողովուրդ ջան։ Մարդիկ ծառայում են անշահախնդիր։ Գիտեք, չի հավատա ով շահասեր է, հնարավոր չի։ Չի հավատա, որովհետև երբեք անշահախնդիր ինքը չի արժել որևիցե բան։ Իր մետրով կչափի։ Տերը մեզ զորացնի, օրհնի, Աստծո միտք ունենանք, ժողովուրդ։ Մենք էլ Օնեսիփորոսի պես Աստծուց ողորմության արժանանանք, մտնենք երկինք։ Այդ օրհնությունը մեզ համար է լինի։ Կա, չէ, սենց ասած դիրք։ Դու այսօր մի ճանապարհի, մի դիրքի մեջ ես որոշել կանգնել, որի վրա պիտի օրհնության անձրևը գա։ Մեկը որոշելու ուղղակի գա գնա, այդ անձրևի տակ չի կանգնել, որ գա իր վրա։ Այդ օրհնությունը եկեք սենց որոշենք, թող գա ին վրա, մեզ վրա։ Օրհնի մեզ Տեր։ Մենք մեր անելիքը հասկանանք, փոքր է իմ կարողություն այսօր։ Այդ փոքրի չափում հավատարիմ լինեմ, աշխատող չանեմ, ուշադիր լինեմ, ես նկատեմ իմ անելիքները եւ կատարեմ, վաղը կավելացնես իմ շնորհքը։ Ամեն։ Կարևորը որ մեր սրտից պիտի բխի դա, քո անհանգստությունը դա լինի եւ կստանաս, աղոթենք։